Ինչպես հաղթահարել մանկապարտեզին հարմարվելու շրջանը։ Կա 5 քայլ, որոնք կօգնեն ձեզ եւ ձեր երեխային հաջողությամբ հարմարվել մանկապարտեզին։ Առաջին քայլը. թող երեխան նախապես ընտելանա մանկապարտեզի ռեժիմին, մինչև այնտեղ հաճախելը սկսի։ Պարզեք, թե ինչպիսի օրակարգ է մանկապարտեզում եւ տան ռեժիմը համապատասխանեցրեք մանկապարտեզի ռեժիմին ու հետևեք դրան նույնիսկ հանգստյան օրերին։ Երկրորդ քայլը. գնացեք մանկապարտեզ ծանոթանալու խմբի եւ դաստիարակի հետ։ Ծնողների համար կարևոր է հաստատել կապ դաստիարակի հետ, որպեսզի երեխան զգա, որ դուք վստահում եք մեծահասակին եւ ավելի հանգիստ լինի։ Երրորդ քայլը. մանկապարտեզում անցկացվող ժամանակը աստիճանաբար ավելացրեք։ Առաջին 2 շաբաթ թող փոքրիկը մնա մանկապարտեզում մի քանի ժամ, հաջորդ շաբաթ մինչև ճաշը։ Դա մոտավորապես 4 ժամ է։ Այնուհետև թողեք երեխային նաև քնելու ժամանակ մանկապարտեզում, դա մոտավորապես 6 ժամ է։ Այնուհետև աստիճանաբար երեխան մնում է մինչև երեկո։ Բայց եթե գործընթացը դժվար է ընթանում, վերցրեք փոքրիկին ավելի շուտ։ 4-րդ քայլը. անպայման նշեք ճշգրիտ ժամը, երբ կվերադառնաք նրա հետևից եւ երբեք մի ուշացեք։ 5-րդ քայլը. ամենակարևորը մտածեք ձեր հրաժեշտի հատուկ արարողությունը։ Օրինակ, համբուրեք փոքրիկի ձեռքի մեջքը եւ պայմանավորվեք, որ եթե նա կարոտի մորը, թող ձեռքը, որի վրա համբույրն է, տնի այտին, կարծես դուք կողքին եք եւ համբուրում եք նրան։ Համբերությամբ սինվեք եւ հիշեք, որ հարմարվելու գործընթացը պետք է լինի աստիճանաբար եւ կարող են լինել արցունքներ։ Վերջի վերջո, եթե նույնիսկ մեծահասակ մարդը անհանգստանում է, երբ հայտնվում է նոր կոլեկտիվում եւ տագնապում են, էլ ինչ խոսք փոքրիկի մասին, ով դեռ չի կարողանում կառավարել իր զգացմունքներն ու նոր փորձառությունը։